Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես Արման Մովսեսյանն եմ Լոս Անջելեսից։ Այսօրվա մեր թեման զրուցելու ենք բազկամարտի մասին, բազկամարտի թեմայով, շատ հետաքրքիր թեմա է լինելու, ես վստահ եմ։ Զրուցելու ենք իմ համար իմ սիրելի ատլետի հետ աշխարհի եռակի չեմպիոն, կրկնակի Եվրոպայի չեմպիոն։ Առաջի հայ աշխարհի չեմպիոնը բազկամարտից Վազգեն Սողոյանի հետ ենք զրուցելու։ Ընթացքում եւ կծանոթանանք եւ երկար հետաքրքիր զրույց կլինի։ Ողջույն Վազգեն ջան, ինչպե՞ս ես։ Բարև, լավ Արման ջան, լավ ես։ Ես շատ ուրախ եմ քեզ տեսնեմ, շատ ենք լսել իհարկե քո մասին։ Ես ուզում եմ սենց սկսենք ամենասկզբից։ Որտեղ ես ծնվել, երբ մանկությունդ որտեղ է անցել։ 82 թվականին եմ ծնվել Երևանում։ Մանկությունս ամբողջ սկզբից մինչև կյանքս մինչև Ամերիկա գալ անցել ես Երևանում եմ կոնդում։ Okay։ Երբ եկա դու Ամերիկա։ 2006 թվականին եկա։ 2006-ին։ Իսկ մրցումները երբ սկսեցին մասնակցել։ 97 թիվն էր, պոլիտեխնիկի մարզադահլիճում պարապում էինք, այնտեղ սեղան կար անկյունում, այն ժամանակ ընդհանուր ֆիզիկական տես պարապում էինք։ Ընկերներով իրար հետ մրցում էինք սեղանի մոտ, հետո լսեցի կողքի դահլիճում փոքր մրցում կա։ Գնացի մասնակցեցի սաղին, ախտեցի։ Հետո մի քանի ամիս հետո մի հատ էլ մրցում եղավ, հələ ես չեմ հասցրել սկսել բազկամարտը։ Ուղղակի ընդհանուր պարապ։ Գնացի, այնտեղ էլ առաջ տեղը գրավեցի ու պարզվեց այդ քաշում ամենաուժեղ տեղում գրեցի։ Հետագայում դարձանք ամենալավ ընկերներ։ Այդ ժամանակ 16-ին չկայի, որովհետև հիշում եմ այդ մրցումներից 98 թիվ արդեն։ Մի ամիս հետո գնացինք Մոսկվա պատանիների աշխարհի չեմպիոնատին։ Ես նույնիսկ անձնագիր չունեի, ծննդականով էր, հիշում եմ սովետական ժամանակվա տված ծննդական, նկար չկա, ոչ մի բան չկա։ Այդպես մի կերպ թարգմանեցին նոտարով, ասենց առանց ազնագիր տեսրա Մոսկվա մրցումներին մասնակցեցի, ես էլ իմ մոզարվում, էդի ոնց եղավ, բայց ասենք այդ դպրոցական տարիների բան միշտ ստացվել է բազկամարտը մոտդ, ոնց ես գտել որ այդ քոնն է։ Թե հենց այդ պոլիտեխնիկից։ Հենց այդ որ սկսեցի ուղղակի ծանրություններով զբաղվել եւ այլն, սեղանն էլ կար, իրար մեջ փորձում էինք, տենց կամաց։ Հետո այդ մրցումներից հետո որ հաղթեցի, այն ժամանակ ֆեդերացիայի նախագահ Լուսակի Աշոտ Սարգսյանը ինքը շատ լավ գիտեր մարդկանց հետ խոսալ, էլի, կանչեց, ասեց հլարի, մի երկու բառ խոսացին, ասեց ժողովրդական լեզվում ենք էլի խոսում։ Ինքը ինձ կարեցավ լավ համոզի, ասես խանդավառի, բան, ու ես սկսեցի ավելի լուրջ զբաղվել, ու հետ էր, անցավ 1-2 ամիս գնացինք աշխարհի չեմպիոնատին։ Այդ որ թիմն էր աշխարհի հետ էր այդ։ Էդի պատանիների աշխարհի չեմպիոնատ էր, այդ ժամանակ 98 թիվը, առաջ 98 թվին առաջի անգամ Մոսկվայում անցկացվեց պատանիների առաջին օլիմպիական խաղերը։ 98 թիվ։ Первые юношеские олимпийские игры։ Ու էլ չարեցին, այդ մի անգամ արեցին։ Ու այդ դրա շրջանակներում մեր առաջին պատանիների աշխարհի չեմպիոնատն եղավ։ Այդ ժամանակ 16 տարեկան էլ չկայի, գնացի 5-րդ տեղը գրավեցի, նույնիսկ ազիվ 2 ամսով պարապող էի, էլի։ Բայց այդտեղից հետո սկսվեց ամեն ինչ, էլի։ Այս հիշում եմ Ինձ թվում էր ես շատ ուժեղ եմ պիտի հաղթեմ, երազում էի աշխարհի չեմպիոն դառնամ, բայց որ գնացի կրվանգա 5-րդ տեղ այդ մարզադահլիճից մինչև հյուրանոց մի 15 րոպեվա քայլելու ճանապարհ էր, այդ Իզմայլովսկի պարկը, շատ սիրուն էր։ Այդ սաղ ճանապարհը լացելով եկել եմ։ Ես սպասումներս ուրիշ էր, բայց հետո այդ արդյունքները իրաց վրա թանկ վստահել էի։ Այս աշխարհը երբ էր առաջի։ Որ հաղթեցի։ Դե մասնակցություն ընդհանրապես այդ աշխարհ որ մասնակցել ես։ Հա 2000-ներ թե 99-ին կար։ 99-ին դրանից հաջորդ տարի արդեն ավելի լավ պարապած բան։ Արդեն 16-ից լրացել էր, գնացինք Վլադիկավկազ աշխարհի չեմպիոնատը այնտեղ էր։ Հյուսիսային Օսետիան, ոնց որ ամենաուժեղ շատ ուժեղ կենտրոնն հատկապես մեր բազկամարտից էլի։ Ոնց գնացին գելենք հենց գայլերի որջը էլի։ Այդտեղ մեծերի աշխարհի չեմպիոնատ, դե մասնակցեցի 5-րդ տեղը գրավեցի էլի, բայց հազիվ 16 տարեկան։ Շատ լուրջ թիվ։
շատ ուժեղ, երևի պատմության մեջ ամենաուժեղ աշխարհի չեմպիոնատն էր։ Բայց ջահել էր, էլի շատ ջահել էր։ Միջև 20-ում շատ լուրջ մրցումներ ես գտել։ Հա, ես Երբ դառա չեմպիոն։ 2005-ին գնացինք ինչ-որ այնտեղ ֆեդերացիայի նախագահի առողջության հետ կապված խնդիրներ կար, մի 2 տարի չկարողացանք նորմալ ֆեդերացիան մասնակցի մրցումների, հետո ամեն ինչ ընկավ իր տեղը, գործեր էլի, ճիշտ է ինքը մահացավ, բայց հետո նոր նախագահ արդեն Արսենն էր, դե ուղղակի գործը շարունակենք, հիմա կյանքը շարունակվում է։ 2005-ին գնացինք Եվրոպայի չեմպիոնատ մեծ թիմով, այդտեղ չեմպիոն դառա։ Ես էլ դες չէի սպասում, գիտեի ուժեղ եմ, բայց չգիտեի ինչքան, խոսքով այդ չեմպիոն դառա, շատ էի ուրախացել։ Ես Նույն տարի դեկտեմբերին գնացինք Ճապոնիա, Տոկիո, աշխարհի չեմպիոնատը, ուտեղ առաջի անգամ հայ բազմամարտիկը դառավ աշխարհի չեմպիոն։ Ես միջև էդ էի քո մասին լսել, Վազգեն ջան, մենք պարապում ենք, ես էլ մարզասրահում էի, այդ ես խոսում եմ 2000-2001 թվականներ, ուրեմն քո անունը, ուրեմն այդ Վլադիկավկազի մրցումներից է, ուրեմն քո անունը գնացել Երևանում, որ այդ 2001-2 թվերին ես արդեն մի 2-3 հատ Եվրոպայի աշխարհի մեծերի արդեն բրոնզներ ունեի։ Այո, քո մասին շատ լուրջ խոսում էին։ Աշոտ Դանելյանին կհիշես Սանրամարտիկ, մենք մի բակում ենք մեծացել, մի ընկերներ ենք ու պատում են էլի, որ Աշոտը հետ էլ փորձում է։ Մենք Երևանում Կոմիտասի ժամացույցի գործարանի մոտ մարզադահլիճ կար։ Ֆիթնես սենտր։ Այնտեղ ուսանողական տարիներին նաև մարզիչ էի աշխատում։ Աշոտն էլ գալիս էր մենք այնտեղ ինքը մոտիկ էր ապրում։ Արդեն իր կինն էր այնտեղ պարապում էր ինչ էր անում, հա, պարապում էր։ Ինքն էլ դե տանում էր։ Հա, դու աշխատել ես։ Հա, այդտեղ ընկերներով աշխատել ենք մի ժամանակամիջոց։ Ատեից գիտենք իրար, դու հետո մրցումների տեղն են, տարբեր միջոցառումների տեղը հանդիպել ենք։ Գիտես, ես որ գալիս էի, տես մենք ծանոթ չենք եղել, բայց դե հերակա քո մասին ես շատ լավ տեղեկացված էի, որ գալիս էի Ամերիկա։ Դու այդ միակ մարդն էիր, որ իմ համար օրինակ ես եղել, որ կարելի է գալ ու զբաղվել սիրած գործով, քո մասնագիտությամբ, քո գործով։ Ես տեղ մարզիչներ շատ գիտեմ, եկել են, նենց չի որ բոլորի մոտ ստացվում է իրանց աշխատանքով զբաղվեն, իրանց գործով զբաղվեն։ Իսկ դու արել ես այդ, ես շատ ուրախ եմ ու այդ, որ ասեմ, դες Վազգենը գնացել է, ես էլ փորձեմ անեմ։ Դե իմ մոտ այնպես ստացվեց, իհարկե ես աշխատեցի այդ ուղղությամբ։ Երբ որ ես եկա, հենց անմիջապես իմացա ով ինչ է, ժամանակ ինտերնետ տենց բաներ, համարյա չէր աշխատում YouTube բան չկար։ Մի խոսքով գտա բոլորի պարապող խմբակների տղերքին սպորտսմեններին, մի անգամից մտա ստեղի այդ սպորտային կյանքի մեջ։ Գնացի 2007 թվին արդեն Ամերիկայի հավաքականից։ Աշխարհի չեմպիոնատ Բուլղարիա, էլի չեմպիոն դառանդը։ Հաջորդ տարի 2008-ին էլի գնացի աշխարհի չեմպիոնատ, արդեն Կանադայում առաջ տեղ էլի գրավեցի։ Ես իմ Ամերիկայի կացորվանից Ամերիկայի հավաքականի մեջ եմ եղել, վերջի 10 տարին էլ հավաքականի կապիտան եմ։ Հա, դու հիմա համարվում ես, հա, ասկեց։ Դե առանցին շինն ինձ։ Շատ մեծ աշխատանք ես կատարում, Վազգեն ջան։ Ուղղակի պետքա կան լավ տղաներ կան, ես հայ էլ ստեղ ծանոթացել եմ, լավ ուժեղ տղաներ։ Հա, մեր տղաներ սաղ ընկերները շատերը տեղափոխվել են այստեղ։ Հետո շուտվա եկած ընկերներից ունենք, որ եկել են ինչ-ինչ պատճառերով արդեն սպորտը տենց թողել են։ Մենք ընտանիք ենք ազնեբան, մի քիչ դժվար է, չես կարա մեղադրես մարդուն էլի, որ գործից հետո ծանր հոգնած մտնեն մարզադահլիճ պարապեն, բայց ես անցա դրա մեջով էլի։ Վազգեն ջան, ուզում եմ հարցնեմ այս լեգենդար ձեռիդ մասին ինչ ասես խոսում է Երևանում, ասում է ձեռը բռնես արդեն կրված ես, արդեն անհարմար է, չես կարում։ Էդի ոչ ոք ուժեղ չի ծնվում, այդ ամեն ինչը աշխատանքի արդյունք է։ Իսկ նրանք, ովքեր բնականից մի քիչ փարթա, մի քիչ տարբերվում են մյուսներից, հոգեբանական պահ կա, իրանք չեն էլ աշխատում էլ իրանց վրա, այդ սովորաբար թույլն է, որ տեսնում է, ուզում է ուժեղանա։ Ես էլ երեխա վաղ մի կես կիլանոց երեխա եմ եղել։
Հետո սկսեցի արդեն 14-13 տարեկանում սկսեցի սպառվել կամաց։ Որ պատում են քո մասին, ասում էին այդ պտածովից տուրնիկից բռնում է ու մի հատ էլ 32 գիր ենք տալիս, այդպես պահում է։ Այդպես Ինչեր է սա։ ժամանակ գիժ բաներ անում էին։ Տեսա նկարը Իրականում հա, այդ ամեն ինչը քրտնաջան աշխատանքի այդ process-ի ժամանակ է լինում, ուժևանում ես, արում քրտինք ենք թափել մարզադահլիճում։ մեծ աշխատանք։ Եթե որևէ մեկը կմտածի, որ սպորտսմենի կյանքը այնց հեշտ թռիվռիս, այս գնում են աշխարհին մանգա, չէ։ Շատ ծանր աշխատանք։ Եկեք մի ժամ փորձեք մեր հետ պարապեք սպորտզալում, ուղղակի կեսը կթողի կգնա 5 րոպե հետո։ Դա վնասվածքներ, տրավմաներ շատ չէ, մեծ աշխատանք է։ Մենք հանդիպեցինք Միսթր Օլիմպիա մրցումների ժամանակ Վեգասում ծանոթացանք, դու այդտեղ ու էլի ենք տեսել, էլի ֆեստիվալներ, տենց սրատներում, ցուցահանդեսներում հանդիպել ենք, այդտեղ ի՞նչ է, մրցումներա եւ շոուներա, ինչի եք մասնակցում այդտեղ։ Կոնկրետ Օլիմպիան ինքը սկսել է բոդիբիլդինգի Միսթր Օլիմպիա մրցույթից, բայց հետագայում աճ դարձել է մեծ ֆիթնես էքսպո։ Տարբեր սպորտային ընկերություններ, սկսած հագուստից մինչև վիտամիններ եւ այլն, չգիտեմ, մարզագույք, ամեն ինչ կապված է սպորտի հետ, իրանք բերում են իրենց ապրանք ավտոշոուն ոնց, այտենց բերում են ներկայացնում են բան, բայց նաեւ տարբեր մարզաձևերի մրցումներ ա լինում այդ ընթացքում։ Դրանք լուրջ մրցումներ են, ինչ կարգի մրցումներ են։ Հա, բայց այդ կոնկրետ Օլիմպիա էքսպոյի պիկը, գագաթնակետը այդ բոդիբիլդինգի պրոֆեսիոնալների շոուն է։ Իսկ որպես բազկամարտ ինքը լուրջ մրցում է անցկացվում այդտեղ, թե ուղղակի շոու է ավելի շատ։ Մենք չէ, այս մի 3 տարի է սկսել ենք այնտեղ մասնակցել, մեր մրցումները այդտեղ լինում է ու շատ արագ ինքը աճեց ու հիմա շատ հարգի մրցում է դառել արդեն, շատ ուժեղ։ Ինձ օրինակ շատ հետաքրքրում է էլի Վազգեն, ասենք եթե բազկամարտի կա, զբաղվում է բազկամարտով, ճանապարհը որն է, ոնց պետք է գա, ասենք լավ եկել է Ամերիկա, դե պետք է գա քո հետ ծանոթանա, հասկացանք։ Ուղղություն կա, ճանապարհ կա, ինքը կենտրոնը ստեղ է, թեղ կենտրոնը ուրիշ տեղ կա, որտեղից են սկսում։ Դե եթե ինքը արդեն ոնց ասես պատրաստի մարզիկ է, ինքը գիտի իր մարզումները անելիք էս կոմենտում, Լոս Անջելեսը մեծ քաղաք է, կարա ինքը իր տան մոտի մարզադահլիճում իսկ մրցումները կապված։ Մեր մարզադահլիճում շաբաթը մեկ սպարինգի օր ունենք, արդեն բոլորը գիտեն, նույնիսկ ուտար երկրներից որ գալիս են ըստե տաքս են վերցնում, գալիս են տեղն է գիտեն, ժամն է գիտեն, այս արդեն 15 տարուց ավել է նույն օրը նույն ժամը, հա, սպարինգը լինում է։ Կարան կան մասնակցել, որ ֆորմի մեջ լինեն, ամեն դեպքում ստեղ, մենապայքարային մարզաձև է, դու չես կարող մենակը պարապես էլի, դու մեկը պետք է։ Այո։ Դե կգան կծանոթանանք, հետո այդ մրցումների գնալու այդ ինֆորմացիա, ամեն ինչը, այդ օրացույցը, տեղակ եմ ամեն ինչից, մեծ սիրով բոլորին կօգնեմ, իհարկե կարան իրանք իրանց Ես չէ, ամեն դեպքում որ 2-3 հոգով իրար հետ էլ, հա, սպարինգ անեն, բայց ինչքան շատ մարդ, այնքան ավելի լավ։ Հա, Լոս Անջելեսում հիմնական կենտրոնը մեր մոտ է, էլի։ Այդ է ուզում անալ։ Արդեն դե 20 տարի համարյա դու Երևանից դուրս ես եկել, եղել ես Սեսարանքում Երևանում։ Հա, մի անգամ գնացել եմ, 15 թիվներ կարծեմ։ Ու որ տղաներին ասեցի, որ հանդիպելու եմ, Վազգեն հետ նկարելու ենք, ասում անպայման կբարևես, կասես, որ հիշում են, հիշողները շատ են, շատերը հիշում են։ Ես հիմա ամեն տարի որ գնում եմ աշխարհի չեմպիոնատի այստեղից, իրանց մեր ընկերները գալիս են, հավաքական է, սաղ իմ ընկերները, ամեն օր հեռախոսով խոսում ենք իրար հետ, հիմա գիտես։ Մոտակա ինչ հետաքրքիր ծրագիր կա։ Դե ինչ մրցում կա։ Այն ստանդարտ բաներից ասեմ, հեսա մայիսի կեսերին Ամերիկայի չեմպիոնատն է պիտի գնա, որպեսզի ընդգրկվեն հավաքական լինելու։ South Carolina նահանգում, Myrtle Beach, այտենց կուրորտային քաղաք կա օվկիանոսի ափին, որ կարենա մտնեմ հավաքական թիմ, դե ամեն տարի պետք է գնաս մասնակցես, հաղթես, որ հավաքականը ձևավորվում է այդպես, որ գնանք աշխարհի չեմպիոնատ, այս տարի Բուլղարիայում է աշնանը արդեն։ Հա։ Հա։ Հասկացա։ Միջև այդ մրցումներ կա, էլի մոտիկ տեղ կամ ուրիշ նահանգներ գնում ենք, սաղ են խոշոր մրցումներին գնում են, տղերքին էլ, ով պատրաստ է, ըստ կալիբրի էլի, ամեն մեկին տարբեր մրցումների։ Դե քաշայինով է, չէ, քաշային կատեգորիաներով է գնում։ Հետո մրցումների լևելներ էլ կա, էլի, շատ ուժեղ մրցումներին նոր սկսածին տանես, ինքը պատրաստ չի դրա ուղղակի։
Հա, միջև աշխարհի չեմպիոնատը էլի մրցումներ կա գնում ենք։ Դու ինչ քաշի էիր կպնում։ Աշխարհի ժամանակ 60 կիլո էի ժամանակ, հիմա կամաց հետո քաշես 65 կիլո դարա 75 եմ հիմա։ Հասկացա։ Վազգեն ջան, շատ հաճելի է, քո հետ կարելի է, ես կուզենամ հետո մի հատ էլ հանդիպենք, որտեվ լավ ուժեղ տղաներ կան, տղաներն ներկա լինեն մեր զրույցի, իրանց հետ էլ շփվենք, կուզենամ, որ մի անգամ էլ, երբ քեզ հարմար կլինի, ազատ կլինես, մի հատ էլ հանդիպենք, մի հատ էլ զրուցենք։ Հա, ցանկացած ժամանակ խնդիր չկա, բոլորին է կկանչենք, թող գա։ Ես հա էլի մարկը բերեմ, շատեր են ուզում եք քո հետ ծանոթանալ, դե լեգենդար ատլետ ես։ Մենակ մի բան կուզեմ բոլորին ասեմ, որ եթե մի բան սիրում եք, լավ արեք, միջև վերջ արեք։ Ու կստացվի։ Հա, դու հետո մեծ ժամանակներ են, դու ավելավագած մարզադահլիճում անցկացնես քո ժամանակը, քան թե ինչ-որ միտեղ, ինչ-որ մի վնասակար սովորույթ է գիտես, մենք իրար հասկանում, մենք նույն լեզվով ենք խոսում։ Այդ ինձ այնքան փրկել է, այդ ուրիշ բաներից մարզասրահ ու ժամանակ էլ չունես շեղվելու ուրիշ բաներով։ Չէ, պետք է չի շեղվել։ Մեր մրցումների մի մեծ մասը կազինոներում ա լինում։ Կազինոներ մեծ դահլիճներ են ունենում։ Հա, միշտ գնացել եմ այդ մրցումներին, բայց ես չէ որ ես դառնամ խաղամոլ կամ չգիտեմ, ես խաղալու ձևն էլ չգիտեմ։ Այո։ Դա քեզնից է, էլի։ Իհարկե։ Նենց որ հենց մի հատ դուր ձեռդ զգանք։ Էսի ձախ ձեռի համար է դրանց, ձախ ձեռը։ Բայց դու բանը աչքս ավելի ուժեղ է։ Դե ես պահեմ դու կամած չջարդես։ Չէ, ջարդելու բան չկա, լավ ուժեղ ես դու։ Գնացինք։ Ջան։ Տար։ Մեր մոտ այսօր ընկերությունն է հաղթում, էլի։ Ես շնորհակալ եմ հաճելի զրույցի համար, Վազգեն ջան։ Հույսով եմ մենք մի անգամ էլ եւս կհանդիպենք։ Այո, այո։ Շնորհակալություն, Վազգեն ջան։